Ողջույն, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը վերջին տարիներին ստոմատոլոգիական ոլորտում ամենապահանջվածներից մեկն է։ Խոսքս վինիրների մասին է, եւ այսօր փորձելու ենք պարզել, թե ինչ է ինձ ներկայացնում վինիրները, ում է ցուցված, ինչ առավելություններ ու ռիսկեր է այն մեջ պարունակում։ Եվ այս թեմայի մասին այսօր կզրուցենք ստոմատոլոգ Մարիամ Գևորգյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Մարիամ ջան, ինչ է ինձ ներկայացնում վինիրները եւ ում համար է նախատեսված այն։ Վինիրները կամ երեսպատիչները կոնստրուկցիա է, որը պատում է ատամը միայն դիմացի հատվածից, այսինքն ֆրոնտալ մակերեսից։ Ասենք, եթե շապիկների դեպքում մենք հղկում ենք ատամը ամբողջությամբ, ամբողջ մակերեսով, վինիրների դեպքում մենք տեղադրում ենք այն միայն ֆրոնտալ մակերեսից։ Այսինքն ներվի հեռացման կարիք չի լինում, ամբողջ ատամը հղկելու կարիք չի լինում։ Իսկ ինչ նպատակով է այն հիմնականում օգտագործում եւ որ դեպքում է այն կիրառվում։ Դե հիմնականում դիմում են պացիենտները էսթետիկ նկատառումներով, գույն են ուզում փոխել, ձևը, դիրքը, ատամի չափերը, շատ բան կարելի է լուծել վինիրների շնորհիվ։ Հիմնականում էսթետիկ նկատառումներով են դիմում, բայց արդեն բժիշկը հետազոտելով պացիենտին կարող նաև ինչ-որ ֆունկցիոնալ խնդիրներ լուծել, էլի։ Եթե պացիենտը դիմում է զուտ էսթետիկայի համար, բժիշկը արդեն խորհրդատվության ժամանակ արդեն կարող նկատի նաև ֆունկցիոնալ ինչ-որ խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ կարելի է վինիրների շնորհիվ լուծել։ Նշեցիք, որ բացի էսթետիկ խնդիրներից հնարավոր է մի շարք խնդիրներ։ Հնարավոր է նաև մի քանի տարբերակներ նշեք, թե ինչ խնդիրների դեպքում կարող եք վինիրներ օգտագործել։ Օրինակ, ատամնաշարի դեֆեկտների ժամանակ վինիրները կիրառելի է, ասենք դիաստեմայի տրեմաների ժամանակ, դա որն է, երբ որ ատամների արանքները տարածություն է լինում, շատ պացիենտների դա դուր չի գալիս, վինիրները իդեալական լուծում է դրա համար, դե գույնի փոփոխությունը առաջին պատճառն է պացիենտների դիմելիության, նույնիսկ կցվածքի որոշ խնդիրներ կարելի է լուծել։ Եթե շատ բարդ դեպք չի, կարելի է լուծել վինիրների շնորհիվ։ Իսկ ինչպես յուրաքանչյուր միջամտություն, նույնիսկ վինիրների դեպքում կան հակացություններ, որ մարդիկ կանց դեպքում օրինակ հիվանդություններ ունեցող, որ չի կարելի վինիրներ օգտագործել։ Իհարկե հակացություններ կան, բայց բացարձակ հակացություններ չեն, այսինքն հնարավոր է ինչ-որ լուծում տալ, նոր հետո վինիր դնել։ Օրինակ, ել եմ ասում, բարդ կցվածքների դեպքում վինիրը չի աշխատի, նախ մի հատ պետք է օրթոդոնտիկ բուժում անցնի պացիենտը, նոր արդեն տեղադրենք վինիրները, կամ բրոքսիզմի ժամանակ, ժողովրդական լեզվով ասած, երբ պացիենտը կրճտացնում է ատամները, այդ դեպքում էլի կարելի է վինիր սարքել, բայց պատրաստում ենք կապա, որը պացիենտը պետք է գիշերը կրի, որպեսզի վինիրները չկոտրվեն, էլի այդ կրճտացման ժամանակ։ Իսկ վինիրները հիմնականում ինչ նյութից են պատրաստվում։ Կա նաև նյութի տեսակ, որը հակացուցված է ինչ-որ անձի, ինչ-որ հիվանդություն ունեցող մարդու։ Չէ, հակացություններ չկան, վինիրները լինում են կամ կոմպոզիտից, կամ կերամիկայից, երկուսն ունեն իրենց առավելությունները։ Կոմպոզիտից, այսինքն պլոմբանյութից պատրաստող վինիրների մեծ առավելությունը դա կարճ ժամկետն է պատրաստում, այսինքն մի այցում մենք կարող ենք ամբողջությամբ վինիրները պատրաստենք ու պացիենտին ճանապարհենք։ Դա շատ մեծ առավելություն է, երկրորդ առավելությունը ցածր արժեքն է, կոմպոզիտային վինիրինը։ Բայց ինքը ունի մի հատ մեծ բացասական կողմ, կոմպոզիտային վինիրը ժամանակի ընթացքում գույնը փոխում է։ Մի քանի տարի հետո ինչ էլ պացիենտը անի, մեկը գույնը փոխելու է վինիրը, կամ ընթացքում էլ պետք է պացիենտը անդադ գա փայլեցման, ինչ-որ շտկումների, դա կոմպոզիտային վինիրի բացասական կողմն է, իսկ կերամիկական վինիրները գույնը երբեք չեն փոխում, ավելի ամուր են, ավելի երկարակյաց, բայց արժեքով ավելի բարձր են։ Օրինակ իմպլանտների տեղադրումից պահանջվում է, երբ որ լիովին տեղադրվում է եւ պատրաստ է լինում, մի քանի ամիս է պահանջվում։ Իսկ վինիրների դեպքում հնարավոր է մեկ կամ մի քանի օրում պատրաստ լինի ամբողջական, թե նաեւ նույնպես մի քանի ամիս պահանջվում է։ Չէ, վինիրները արագ են պատրաստվում։ Մոտ մի շաբաթ ամենաշատը։
իսկ այդ ընթացքում իհարկե պացիենտը հղկած ատամներով տուն չի գնում, հղկում ենք ատամները, չափսը վերցնում ենք, ժամանակավոր ատամներ ենք, վինիրներ ենք պատրաստում պլաստմասայից, այդ մի շաբաթ 10 օր ամենաշատը, պացիենտը ժամանակավոր վինիրներով է մնում, մինչև արդեն տեղադրում ենք մշտական վինիրները, դա կերամիկայի դեպքում էլի։ Իսկ երբ որ իմպլանտների հետ ենք էլի համեմատում, երբ որ սխալ է տեղադրվում, հնարավոր է ծնոտի փոփոխություն եւ ատամները սկսեն թափվել, ցավալ, իսկ վինիրների սխալ տեղադրումից հետո ինչ հիմնական բարդություններ կարող են առաջանալ, եթե մասնագետը լավը չի եւ սխալ է կատարվում պրոցեդուրան։ Կոտրվածք, վինիրը կարող է կամ ամբողջությամբ դուրս գալ, կամ կոտրվել, գերզգայունություն կարող է առաջանա, եթե ճիշտ չի ֆիքսվել վինիրը կամ ճիշտ չի հղկվել, խոսքի փոփոխություն կարող է լինի, բայց եթե շատ մեծ սխալ չի թույլ տրվել, շատ կարճ ժամանակում կանցնի։ Եթե վինիրը ճիշտ է պատրաստված, էլի իմ նշած սիմպտոմները կարող են լինեն, բայց շատ կարճ ժամանակով, օրինակ գերզգայունությունը նորմալ է, եթե բուժման ընթացքում այդ մի շաբաթը, երբ որ պլաստմասայի վինիրներ են տեղադրված, այդ նորմալ է, որ մի թեթև գերզգայունություն լինի, բայց ֆիքսացիայից հետո մի օր, 2 օրում պետք է վերանա։ Խոսքի փոփոխությունն էլ ինչ որ դիսկոմֆորտ կարող լինի վինիրների տեղադրումից 1-2 օր հետո, բայց դա էլ պետքա մի քանի օրում ամենաշատը վերանա։ Նաև շատ, այսպես ասած, սխալ մոտեցումներ կան մարդկանց հետ կապված, երբ որ խոսում ենք վինիրների մասին, մտածում են, որ դա էմալի մաշվածություն է բերում, ատամներին վնաս, այ ամենահաճախ հանդիպող այդ սխալ մոտեցումները որոնք են, որ հիմա նաև մեզ դիտողները կարող են լրիվ ճիշտը հասկանալ, ինչ հիմնական սխալներ է, որ մարդիկ լսում են եւ ընկալում են, չեն դիմում դրան։ Տեսեք, ատամները չենք փչացնում, բայց ատամները պարտադիր հղկվում են։ Պացիենտներ կան, գալիս են, ասում են հնարավորինս քիչ հղկի բժշկուհի ջան, համարյա էմալին ձեռնմիտուր։ Ես պացիենտներին բացատրում եմ, որ գոյություն ունի մինիմալ հաստություն, որ պետք է ունենա վինիրը, որպեսզի ծառայի երկար, որովհետև պացիենտը կարող է խնդրում է քիչ հղկել ատամը, բայց չի պատկերացնում, որ եթե վինիրը մինիմալ հաստություն չունեցավ, շատ հեշտ կոտրվելու է, չի ծառայելու։ Ես բացատրում եմ, որ հնարավորինս քիչ է հղկվելու, բայց պետք է մինիմալ չափով հղկվի, որպեսզի վինիրը ծառայի այնքան, ինչքան ծառայելու է ինքը ատամը։ Այսինքն վինիրը պետք է լինի մինիմալ հաստության, պետք է ճիշտ պատրաստվի, ճիշտ ֆիքսվի, որպեսզի ծառայի երկար տարիներ։ Իսկ որքան ժամանակ է ծառայում վինիրը, եթե ամբողջությամբ նորմալ տեղադրված է։ Կոմպոզիտային վինիրը մի քանի տարվա ընթացքում արդեն թարմացնելու կարիք է ունենալու, իսկ կերամիկական վինիրը պետք է ծառայի այնքան, ինչքան ծառայում է ատամը։ Չեմ ասում մինչև մարդու կյանքի վերջ, որովհետև մինչև կյանքի վերջ բնական ատամը չի ծառայելու։ Ինչքան ծառայում է ատամը, այնքան պետք է ծառայի վինիրը։ Իսկ վինիրների խնամքը նույնն է, ինչ որ սովորական ատամների խնամքը, թե հատուկ խնամք է պահանջում։ Լրիվ նույնն է, ինչ որ սովորական ատամներին, այսինքն պացիենտը պետք է օրը 2 անգամ խոզանակով, մածուկով լվանա ատամները, օգտագործի ատամի թել, բայց շատ նուրբ ձևով, սովորաբար պացիենտները շատ ագրեսիվ են օգտագործում ատամի թելը ու առաջացնում են լնդի բորբոքում։ Թելը պետք է շատ նուրբ օգտագործվի, չհասնի լնդին։ Իսկ լնդի տակից այդ սննդի մնացորդները հանելու համար գոյություն ունի իրիգատոր։ Իրիգատորն էլ պարտադիր պետք է օգտագործվի, գոնե օրը 1 անգամ, երեկոյան, դա ամբողջ խնամքն է, որը պետք է վինիրին եւ իհարկե տարին 1 գոնե այցելել պրոֆասմոտրի։ Մարիամ ջան, իսկ եթե վինիրը պոկվում է, վնասվում է, հնարավոր է այն վերանորոգել, թե պետք է փոխվի նորով։ Եթե վինիրը ամբողջությամբ դուրս է եկել, այսինքն չի կոտրվել, շատ հեշտ կարելի է իրան ֆիքսել նորից հետ, բայց եթե կոտրվել է վինիրը, կերամիկական վինիրի մասին է խոսքը, այդ արդեն նորոգել չի լինի, պետք է նորը սարքել, բայց դա գլոբալ խնդիր չի, շատ արագ կարելի է կազմակերպել մի միավոր վինիրը նորից պատրաստել, տեղադրել։
Քանի որ շատ էսթետիկ խնդիր է եւ երիտասարդներն են հիմնականում դիմում այս խնդրով, հիմնականում կա տարիքային սահմանափակում, որ այդ տարիքից հետո արժի դիմել եւ կիրառել վինիրներ, թե յուրաքանչյուր տարիքում կարող են կիրառել։ Ցանկալի է 18 տարեկանից բարձր, մինչև որ տարիքը կապ չունի, բայց 18 տարեկանից բարձր, բայց լինում են դեպքեր, ես ունեցել եմ դեպք, որ կարիքը եղել է ավելի երիտասարդ պացիենտի տեղադրել, դա ոնց հատուկ են դեպքեր են, էլի, որ պետք է անել, արվում է։ Իսկ հիմնականում 18 տարեկան եւ բարձր։ Շնորհակալ եմ Մարիամ ջան, հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ձեր շնորհակալություն ալտեջան։ Հարգելիներից հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ստոմատոլոգ Մարիամ Գևորգյանի հետ։ Եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք